Զվարթնոցի տաճար Զվարթնոցի տաճարը հայկական ճարտարապետության և հայ ժողովրդի այն եզակի կառույցներից է, որին անդրադարձել են ժամանակի բոլոր մեծանուն հայ և օտարազգի մասնագետներն ու ուսումնասիրողները։ Տաճարը եզակի կառույց է, որն իր մեջ ամփոփում է հայկական ճարտարապետության դարավոր առանձնահատկություններն ու գիտելիքները։ Զվարթնոցի տաճարը գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի եզրին։ Զվարթնոցի տաճարը 7-րդ դարի կառույց է, որն իր մեջ ամփոփում է դեռևս 4-րդ դարին բնորոշ որոշ ճարտարապետական լուծումներ։ Այն իր ճարտարապետական ոճով և հորինվածքներով մեծագույն ազդեցություն է ունեցել նաև հետագա դարերի ընթացքում։ Տաճարի կառուցման հետ կապված պատմիչ Սեբեոսն ունի մի վկայություն, ըստ որի Զվարթնոց տաճարը կառուցվել է Տրթատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հանդիպման վայրում։ Տաճարի օծման արարողությանը ներկա է եղել բյուզանդական Կոստանդին II կայսրը, ինչը խոսում էր նաև ժամանակի քաղաքական դրության մասին։ Տաճարի անվան ընտրությունը նորից կապված է Տրթատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորչի հետ։ Ասում են, որ նրանց հանդիպումից հետո այնտեղ կառուցում են եկեղեցի և անվանում Զվարթնոց, որը խորհրդանշում էր Գրիգոր Լուսավորչին, տեսիլքի ժամանակ հանդիպած հրեշտակներին։ Անվանումն առաջացել է Զվարթուն բառից, սակայն եթե ժամանակակից հայերենում այն նշանակում է զվարթ, ժպտերես, ապա բառի հնացած տարբերակն օգտագործվել է հրեշտակ իմաստով։ Զվարթնոցի տաճարը բացահայտվել է նշանավոր ճարտարապետ Թոր Ամանյանի շնորհիվ, ով իր մեծ ավանդն է ունեցել հայկական մեկ այլ յուրահատուկ կառույցի երերույթի տաճարի բացահայտման և ուսումնասիրության հարցում։ Ըստ նրա, Զվարթնոցի տաճարն ունեցել է 45 մետր բարձրություն, լինելով եռահարկ, կենտրոնակազմ և կենտրոնագմբեթ շինություն։ Տաճարի նկարագրությունը, որը տվեց Թոր Ամանյանը, ժամանակի մասնագետների համար թվում էր անիրական, քանի որ բնորոշ չէր տիպիկ հայկական ճարտարապետությանը։ Սակայն նույն ժամանակահատվածում մեկ այլ նշանավոր ուսումնասիրող Մառը պատմական անիի տարածքում հայտնաբերում է Գագիկ առաջին Բագրատունի թագավորի արձանը՝ ձեռքին Զվարթնոցի տաճարին շատ նման մի եկեղեցու մանրակերտ։ Այդ բացահայտումը հիմք է տալիս փաստել, թե որքան մեծ է եղել Զվարթնոցի տաճարի ազդեցությունը նույնիսկ 3 դար անց։ Զվարթնոց տաճարի ակնառու ազդեցությունն են կրում Արևմտյան Հայաստանի Տայք նահանգի 7-րդ դարում կառուցված բանակի և իշխանի տաճարները, Անիի Գագկաշեն 11-րդ դարի կառույցը, Աֆղանքի 7-րդ դարի Լիակիթի տաճարը։ Ուսումնասիրողները Զվարթնոցի ճարտարապետական լուծումների որոշակի ազդեցությունն են նկատում նաև Առուճի վանքում։ Սենթ Շապել Զվարթնոցի տաճարը և ֆրանսիական Սենթ Շապել եկեղեցին ունեն մի յուրահատուկ, սակայն անբացատրելի կապ։ Ֆրանսիական ոճի եկեղեցին, որը հիմնադրվել է 13-րդ դարում, Զվարթնոցի տաճարի կառուցումից 6 դար անց ունի աննկարագրելի գեղեցիկ հարդարանք։ Զարդաքանդակներում գերակշռող են աստվածաշնչյան թեմաները, որոնցից 3-ում իրենց տեղն են գտել նաև Նոյան տապանն ու ենթադրյալ Զվարթնոցի տաճարը։ Առաջին հարդաքանդակում տաճարի ֆոնին պատկերված են Նոյի որդիները, երկրորդում տաճարն ու փրկված կենդանիները, իսկ երրորդում արդեն տաճարը պատկերված է Նոյան տապանում որպես փրկության խորհրդանիշ։ Սենթ Շապել եկեղեցու քանդակների հիմնական մասն ավերվել են 18-րդ դարում ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն պահպանված բեկորների և հնագույն վկայությունների շնորհիվ դրանք 19-րդ դարում վերաստեղծել է ֆրանսիացի քանդակագործ Ադոլֆ Վիկտոր Ժուֆուան, ինչից կարելի է ենթադրել, որ Զվարթնոցի տաճար հիշեցնող այդ կառույցը նույնպես նկարագրվել է ֆրանսիական հնագույն վկայություններում։ Այսպիսով, Զվարթնոցի տաճարը լինելով յուրահատուկ ճարտարապետական սինթեզ, իրապես եղել է երևելի հուշարձան, որի մասին իմացել և գրի են առել շատ օտարազգիներ։ Եվ եթե նույնիսկ հարդաքանդակներում Զվարթնոցի տաճարը չէ, դա ևս մի անգամ վկայում է տաճարի ճարտարապետական և կառուցողական վարպետության մեծ ազդեցության մասին, որն անդրադարձել է հետագայում կառուցվող հուշարձանների ճարտարապետության վրա։